Հարգանքներս առողջ դատող հայերին։ Հիմա էլ նոր հիմարացման ձև են գտել, որպեսզի նորից խաբեն ժողովրդին։ Խեղճ ժողովուրդ, ինչ է լինելու քո վերջը։ Վերջին հաշվով, ինչ որ կատարվում է, ամեն մարդ մտածում է իր մասին, բայց մեջտեղում տուժում է ժողովուրդը և նորից մնում հին տաշտակին։ Հիմա էլ շատերը ուրախացել են, թե հայ-թուրքական սահմանը բացվելու է, շուտով կբացվի, կյանքը կլավանա, իսկ դուք ձեզ հարց չեք տվել, թե ինչու հենց հիմա բացվում այդ սահմանը։ Նախ ասեմ, որ դա ժամանակավոր է բացվելու, որովհետև առջևում ընտրություններ են, մի քիչ որ խորը մտածեք, կհասկանաք, թե այս ինչ խաղ է սարքվում ժողովրդի գլխին։ Ես անգամ վստահ եմ, որ ընդդիմությունից էլ շատերը չեն հասկանում։ Եվ նախագահ կոչվածները նույնպես։ Հիմա ձեզ բացատրեմ, թե ինչու հենց հիմա է սահմանը բացվելու։ Բոլորդ էլ գիտեք, որ թրքահաճո իշխանություն է Հայաստանում և հիմնական հրահանգները գալիս են Թուրքիայից։ Որովհետև Էրդողանը պարանը Նիկոլի վզին գցած, գյամած, լավ պահում է։ Դուք էլ տեսնում եք, բոլորս ենք տեսնում, որ Նիկոլի բոլոր գործողությունները դրանք ավելի շատ թուրքանպատակ, թուրքի շահին ձեռտվող է, քան թե Հայաստանի։ Ես բազմիցս եմ ասել, որ ցույց տվեք 2018 թվականից առ այսօր, որ մի բան արել է օգուտ Հայաստանի։ Այս 7 տարիների ընթացքում անընդհատ զիջել է, հաճոյացել է և կատարել է նրանց հրահանգները։ Իսկ ժողովուրդը ոնց հին տաշտակին եղել է, այդպես էլ մնացել է։ Այդ սահմանը, որ բացում են, նորից եմ ասում, առջևում ընտրություններ են։ Նիկոլի վարկանիշը զերոյացված է, աթոռն էլ խարխլված, տակից փախնում է։ Բնականաբար, Նիկոլոսը դիմել է իր պապային Էրդողանին, մի ճար արա, մի բան մտածի, մնամ իշխանության վրա։ Կամ էլ եթե չստացվի, մեր թիմակիցներից գոնե մեկը մնա, մեր կուրսը, ձեր թուրքամետ կուրսը շարունակվի։ Չէ՞ որ դեռ ամեն ինչ ավարտված չի, սրանք դեռ բոլոր թուրքական ծրագրերը կյանքի չեն կոչել։ Դեռ էլի կան բաներ, որ պիտի անեն։ Շատերը ուրախացել են, այո, նաև, որ սա ապրանքաշրջանառություն, թուրքական ապրանքը, Թուրքիայից ապրանքներ կգան, կողողվեն հայկական շուկաները։ Դուք կարծում եք դա լավ է լինելու։ Նախ առաջինը։ Դուք ինչ գիտեք, դա ինչ ապրանքներ է լինելու։ Վերցնենք սնունդից, վերջ ասած հագուստեղենից։ Ժամանակին էլ Լևոնի ժամանակ մի պահ եղավ, որ սահմանը բաց էր, այդպես գալիս էին, բերում էին, ողողում էին ամբողջ Հայաստանում թուրքական ապրանքներ, եթե հիշում եք, պամիդոր, զրտուզիբիլ, ուրիշ ինչ կար, սնունդի տեսակներ։ Եվ հետո վերջում պարզվեց, որ դրանք անորակ սնունդներ էին և բավականին հիվանդություններ այդ սնունդների միջոցով տարածվեց ժողովրդի մեջ։ Կանգնացրին։ Նույն բանը հիմա է կատարվելու։ Դուք գիտեք, առողջ սնունդ են բերելու Հայաստան։ Թուրքիայում ինչքան զիբիլ մնացած ապրանք կա, կբերեն կոպեկներով, էժան իհարկե, այսօրվա մեր հայ արտադրողի ապրանքից մի 50 դրամ էժան, կողողան ամբողջ Հայաստանի շուկաներով մեկ, հայ արտադրողին, հայ գյուղացուն կթողեն մի կողմի վրա, այսինքն կխփեն նրանց գրպաններին,
Եվ դրսից բերված ապրանքին կտրվեն, ինչա թե 50 դրամ էժան պետք է լինի, թե ժողովրդի մտածելակերպն էլ 50 դրամ էժան է, մեր գրպանը էկոնոմիա կլինի, ինչ-որ մի կոպեկ կշահենք, համ էլ էժան լավ որակով բան կուտենք։ Դուք ժողովուրդ ջան, որակով բան չեք ուտելու։ Այնինչ բերվելու է Թուրքիայից, լինի դա սննդամթեր, քակուստեղեն, բոլորը լինել են վարակված։ Դուք ինչ գիտեք, ինչ կա այդ սնունդների մեջ։ Ինչ հորմոններով, ինչ են տվել, ոնց են արել, որ բերելու են այդ ասում կողողեն ամբողջ հայկական շուկան, զիբիլը։ Բազմաթիվ հիվանդության աղբյուրներ կտարածվեն ժողովրդի մեջ, որը կազդի մարդու առողջության, մարդու ուղեղի վրա, առողջ դատելու վրա։ Եվ կամաց, ինչա գնանք ոչնչացման։ Դրանից նորից եմ ասում, այդ ճանապարհի բացումը ձեռք է տալիս գրզո, լֆիկ, այս նրանց նմաններին, որտեղ սրանք առևտրական չարչիներ են, սրանց համար ազգություն գոյություն չունի, սրանց համար կա ընդհանուր շահ։ Թքած ունեն հայ ժողովրդի վրա, ինչա թե իրանց գրպանների ինչքան կա, մի երկու այդքան էլ ավելանա։ Այ սրանք են շահելու դրանից։ Ժողովուրդ ջան, դու ոչինչ չես շահելու։ Ոչինչ, բացարձակապես։ Ոնց ամեն օր մտածել ես առավոտ արտանալուց քո հանապազորյա հացի մի կտոր հաց վաստակելու մասին, դա էլ մտածելու ես մինչև վերջ։ Դրան էլ գումարած, այդ սահմանը որ բացվի, Թուրքիայից ինչքան մեքենաներ արդեն կգան, կլցվեն Երևան քաղաք, Հայաստանով մեկ, ինչքան թուրք բոշած ժողովուրդները, գեղացիները կգան կլցվեն, կդառնա բարդակ Հայաստանում, բարդակ, զառաբիխան։ Իբր հիմա օդը շատ մաքուր է Երևան քաղաքում, այդքան ծուխու գազի մեջ, հիմա էլ դրան կան լցվեն իրանց եղած չեղածով, վաբշե մխտրեն են եղած մի գրամ օդն էլ մաքուր, որ մնացել շնչում եք, էդ էլ հարաման են ձեր վրա։ Մենք այնքան փոքր երկիր ենք, այնքան քիչ են ժողովուրդը, որ մենք ինքներս մեր տնտեսությունով կարանք ապրենք շատ լավ։ Եթե իշխանությունը ազգային ըլներ, գյուղատնտեսությանը թափ կտար, կօգներ, որպեսզի մեր հայ արտադրանքը, մեր արդյունաբերողները, մեր արտադրողները դա ամեն ինչ անեին, եւ ինքներս մենք մեզ կբավարարեինք։ Էլ չեմ ասում նաեւ կարտահանեինք եւ բյուջեն փող կբերեինք։ Դրա համար պետք էր հարևանների հետ լավ լինել։ Միշտ էլ հարևանների հետ, բայց ես ի նկատի չունեմ ադրբեջանցու կամ թուրքի։ Մեզ բավական է մի Վրաստան, Պարսկաստան եւ Ռուսաստան։ Արևմուտք էլ կարանք արտահանենք, խնդիր չկա։ Շատերը ուրախացել են, թե Թուրքիայում այս կատարվելիքը ժողովուրդը, որ ոտքի է կանգնել, պահանջում է Էրդողանի հրաժարականը, այ Էրդողանը դիկտատոր է, դիկտատոր, ֆաշիստան է, ավելի բեթար։ Թե հեսա Էրդողան ինքը հեռացնեն, տեսեք հեռացնեն, մենք միշտ ժողովուրդ ջան, նկատել եք, մենք միշտ ուրախանում ենք եւ փրկությունը տեսնում ենք օտարների մեջ, օտար ժողովուրդների մեջ, որ նրանք իրենց երկրներին, ովքեր Հայաստանին թշնամաբար են տրամադրված, այդ երկրի ժողովուրդները իրենց ղեկավարներին տապալեն, որ մեր հարցը լուծվի։ Սա ողորմելի մտածողություն է, ողորմելի։ Նորից եմ ասում, մենք միշտ մեր փրկությունը ման ենք գալիս օտարների մեջ։ Այնինչ մենք դա պետք է անենք։ Եթե դուք ուրախանում եք թուրք ժողովուրդը ոտքի է կանգնել, կամ էլ վաղը մինչև Ադրբեջանի ժողովուրդը այո ոտքի կայնի, որտեղ ալերները բռնապետ նրանել են հեռացնելու։ Դուք ուրախանում եք դրանցով, այդ ժողովուրդներով։ Նրանք տապալել են իրենց բռնապետներին, իշխանություններին են տապալելու, որպեսզի բերեն մեկ այլ ղեկավար, ինչ-որ մի բան իրենց կյանքում փոխվի։ Բա մենք ինչի չենք ուզում մեր կյանքի մեջ ինչ-որ մի բան փոխենք։ Ինչու չենք ուզում մեր կյանքի մեջ ինչ-որ մի բան փոխենք, նորից եմ կրկնում։ Կամ էլ Էրդողանին, որ տապալեն, բերեն մեկ այլ իշխանավորի։ Կարծում եք ինչ-որ մեր կյանքում բան պիտի փոխվի Հայաստանում, դա մեզ ինչ, դա Թուրքիա է։
իրենց երկիրն է, նրանք պայքարում են իրենց լավ կյանքի համար։ Անենց են ոգևորվել շատերը, թե Էրդողանի տապալումով Հայաստանի համար շատ լավ կլինի։ Հասկացեք, ով էլ գա Էրդողանի տեղը այդ իշխանության աթոռին, նա նույն թուրքական քաղաքականությունն է վարել, որովհետև կա ընդհանուր թուրքական մտածողություն, ընդհանուր շահեր իրանք ունեն եւ այդ նույն բանով էլ առաջնորդվելու են։ Ով էլ գա շարունակելու է իր գործը։ Նրանք միշտ ուզենալու են, որ իրենց հարևաններին ճնշեն։ Եթե ունենան իհարկե նման հնարավորություն, կջնջեն բոլորին, որ մենակ իրանք իշխեն։ Դրանից մեզ ոչ մի բան։ Մենք միշտ ասում ենք մենք, հայերով, մենք ենք, աշխարհի քաղաքակրթությունը մեզանից է դուրս եկել, մենք մեզ լումա ունենք, մեծ մասը մենք ենք վերել աշխարհի քաղաքակրթության մեջ, ավետյաց երկիրը Հայաստանն է, այստեղից է մարդկությունը առաջացել, միշտ հպարտանում ենք, գովում ենք ինքներս մեզ, բայց մենք ոչինչ չենք անում, միշտ մի բանն ենք լավ ասում, մենք ու մենք, հա էլի մենք ենք, բայց ինչ ենք մենք անում, ոչ մի բան, հենց կակրած մենք ոչինչ չենք անում մեր հայրենիքի փրկության եւ մեր կյանքը, մեր ճակատագիրը, մեր ապագան փոխելու համար, ոչինչ չենք անում։ Իսկ այդ ճանապարհի բացումով նորից ասեմ, գրզոններ եւ լֆիկների գրպաններն են լցվելու, բերել են վարակված ուտելիքներ տարածել ժողովրդի մեջ, զիբիլ ամենաէժան կոպեկներով ընդեղից կառնեն կբերեն, խափեն ժողովրդին, կասեն նայեք, մի 50 դրամ կամ 20 դրամ էժան է, ժողովուրդ, այդ էժանացումը, այդ տարբերությունը ձեր գրպանը կմտնի, Հայաստանի բյուջեն էլ փող կլցվի։ Ոչինչ էլ չի լցվի Հայաստանի բյուջեն էլ են թալանում, թալանել են ու ելի կթալանեն։ Իսկ օլիգարխները նորից կհարստանան, արանքում ժողովուրդ ջան, դու նորից կմնաս 5 տաշտակի։ Կկորցնես այդ վարակված սնունդից օգտվելով Թուրքիայից բերված քո առողջությունը, քո առողջ բանականությունը։ Եթե այսօր դու հայ արտադրողի մեր երկրի ներսում ճիշտ է գների թանկացում կա, եթե ներազգային իշխանություն, այս ամեն ինչը կկարգավորվեր։ Բայց քանի որ սա է թանկություն են անում, քամում են ժողովրդին, բայց գոնե եթե մի տոկոս առողջ բանականություն, առողջ մտածողություն է մնացել ձեր գլխների մեջ, բջիջները աշխատում են դեռ, կարողանում եք դեռ դժգոհել, որ ես ինչ է անում, ձեր բողոքն եք կարողանում գոնե արտահայտել, գոնե, հա, չեք պայքարում այս իշխանությանը լարելու համար, բայց գոնե բողոք հարկում եք, այդ դա էլ կվերանա, այդ սնունդները ուտելով։ Լրիվ կբթանաք, այդ մի տոկոս առողջ բջիջներն կսատկեն, կեշացնեն ժողովրդին, կվերածվեք լրիվ զոմբիացված իրավիճակ ու այդպես կապրեք, ինչ ուզեն անել կանեն, ինչպես միշտ են արել 90 թվականից սկսած առ այսօր։ Ավելի լավ է մենք մեր արտադրությունը ուտենք։ Մեր արտադրանքին զարգանք, մերը զարգացնենք, մեր գյուղատնտեսությունը, մեր տնտեսությունը, ընդհանրապես մեր արդյունաբերությունը բոլոր ոլորտներում։ Չի կարելի այսքան միամիտ լինել եւ ուրախանալ, թե տեսեք, հեսա սենց է լինելու։ Ոչ մի լավ բան էլ չի լինելու, եթե այսպես նստենք։ Հիշեք, միշտ էլ բողոքելու ենք, միշտ էլ մեղադրելու ենք բոլորին։ Ռուսը վատնա, Եվրոպան վատնա, Պողոսը վատնա, ֆլանը ֆստանը վատնա եւ այլն։ Սենց հարցի լուծում չի լինի։ Պետք է այս ամբողջ ամբիցիաները մի կողմ դնել։ Եթե դրանք հայրենասեր նախագահներ են, այդ ընդդիմությունը հայրենասեր է, ժողովրդին պետք է կարողանան միավորեն, մի կողմ դնեն այս ամբողջ ամբիցիաները, ոչ թե առաջնորդվեն իրենց եսով, իրենց անձնական շահերով, այլ համընդհանուր հայկական շահերով առաջնորդվեն, այս սրիկա, այս դավաճան իշխանությանը լարեն, բայց իրանք չպետք է նորից ձգտեն իշխանության, այդ հները, նախկինները։ Ժամանակավորապես հետո ստեղծվի ժամանակավոր կառավարություն, Հայաստանից արտաքսված, ներսում մնացած, եթե խելացի մարդիկ կան, բոլորին հրավիրեն բերեն, այդ մարդկանցից ստեղծեն ժամանակավոր կառավարություն, ազգային իշխանություն, մինչև ընտրություններ, նոր ընտրություններ, վերջապես ժողովուրդն էլ ժամանակ կտրվի ժողովրդին,
1 տարի կամ տարի կես 2 տարվա ընթացքում այդ ժամանակահատվածում, որպեսզի ճանաչի իր ազգի ընտրյալ զավակներին։ Տեսնեն ովքեր են լավ աշխատում, որ ժողովուրդն էլ կողմնորոշվի իր ձայնը ումը տա։ Եվ այդ մարդիկ էլ նախկիններն էլ ասեն ժողովուրդ ջան, այս է նոր դեմքեր են եկել, որ վաղը չասեք էլի նախկիններն են գալի։ Այո, ժողովուրդը անընդհատ նույն մարդիկ, երբ որ մնում են քաղաքականության մեջ, հասկացեք, մարդիկ սկսում են զզվել այդ մարդկանց դեմքերին նայելով։ Բացի դա էլ չեմ ասում, որ Ալան Թալանը եղել է բոլորի ժամանակ։ Դուք էլ բան չունեք ասելու։ Ժամանակները փոխվում են, շատ արագ են փոխվում, ամեն վայրկյան է քաղաքականությունը փոխվում։ Նոր դեմքեր պիտի գան, մարդիկ, որոնք ունեն նոր մտածելակերպ, նոր մտահղացումներ, հայացքներ, նոր ծրագրերով, թարմ դեմքեր, եւ ժողովուրդը ճանաչի։ Այդ մարդիկ գան իշխանության, որ ինչ-որ մի բան փոխեն մեր ժողովրդի կյանքում եւ մեր երկրի համար։ Դուք նախկիններով ձեր ժամանակաշրջանում ինչ կարացաք արեցիք։ Ինչեք մտածում, որ այսօր 10 տարի անց կամ 15 տարի դուք նորից գաք ինչ-որ ավելի լավը կանեք։ Չեք անելու, որովհետեւ ձեր ուղեղի հնարավորությունները արդեն սպառված են։ Այնինչ դուք ունեիք ձեր ուղեղի գանգատուփի մեջ, ձեր իշխանավարության ժամանակ դուք արդեն դա ցույց տվեցիք ժողովրդին, թե դուք ով եք։ Հիմա որ դուք գաք ի՞նչն է ավելանալու, ավելի է վատանալու։ Այմարդ հանգիստ թողեք այս ժողովրդին այս երկիրը։ Լավ, ինչքան կարելի ասել, դուք այս երկրի թշնամին եք համարվում։ Այո, դուք թշնամի եք, եթե նորից կպել եք այս աթոռից, պայքարում եք հանուն իշխանության, նորից։ Ոչ մի նախկին էլ չպետք է գա իշխանության։ Սրանց պետք է ռադ անել, նորից եմ ասում, նոր մարդիկ կան, մաքուր ձեռքերով, որոնք չեն եղել Լևոնի իշխանության մեջ, Քոչարյանի իշխանության մեջ, Սերժիկի իշխանության մեջ, առավել եւս այս թափթփուկների։ Մարդիկ, որոնք թաթախված չեն ոչ կոռուպցիայի մեջ, ոչ էլ եղել են, ժողովուրդը կճանաչի նոր դեմքեր կտեսնի։ Ինչ-որ մի հույս կարտնանա, հավատ կարտնանա այդ մարդկանց մեջ, հավատն է շնչվի, որ վստահեն նա տեսնենք նոր մարդիկ ինչ են անում։ Թողեք նոր մարդիկ գան ասպարեզ, այդ ընդդիմությունն էլ պետք է հեռանա, նույն ընդդիմությունն է Լևոնից սկսած մինչև հիմա, նույն մարդիկ են ազգային ժողովում նստած։ Արա ոնց կարա ասես բան լինի, ոնց կարա մարդը 30 տարի, 35 տարի դեպուտատ լինի նույն աթոռի վրա նստած։ Սենց բան ոնց եք տեսել։ Նույն ընդդիմությունն է։ Հա Լևոնը ռադարի գնացին, բայց դու լևոնականներից շատերը լցվել են քոչարյանականների սերժիկական են դարձել, որոնք էլ նիկոլական։ Բաժանվել են Սերժիկի հետևորդներ, Քոչարյանի հետևորդներ, Նիկոլի հետևորդներ, նույն մարդիկ նստած են ազգային ժողովում։ Լավ չեք հոգնել, դուք չեք հոգնել, ինչ եք կպել այդ աթոռներից այն մարդը, չեք մտածում, որ դուք եսիմ ով եք։ Հանգիստ թողեք այս ժողովրդին, այս հայրենիքին, եթե դուք հայրենասեր եք, պետք է հեռանաք։ Հեռանաք։ Երբ որ սրանց կլարվի ժամանակավոր կառավարություն կստեղծվի, նորմալ ազգային մտածող, ազգայնական տղեկից, այո, պարզ եմ ասում։ Բնականաբար նոր ազգային ժողով կընտրվի, նոր դեմքեր, նոր պատգամավորներ, կարգին, տեղի։ Ազգային ժողովում պետք է լինեն իրավաբաններ, տնտեսագետներ, պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ։ Սրանք պետք է լինեն, դա օրենսդիր մարմին է։ Այս մասնագիտության տեր մարդիկ պետք է լինեն։ Ոչ թե ով, ասես անկիրք, ես չգիտեմ մաֆիոզ, չգիտեմ էլ ինչ ասեմ, քուչից վերված զիբիլ, անփորձ մարդիկ բերել լսել եք ազգային ժողով։ Բարդակ այս երկիրը կործանվում է, ճահճի մեջ եք, խաբար չեք, օր-օրի սկում ենք, չեք հասկանում ինչա կատարվում։ Շատ բաներ կարող եմ ասել, բայց առայժմ ես ուզում եմ այս շերտի վրա, այս հարթության վրա, այս մասին խոսել, դա ասեցի։ Ինչ վերաբերում է այսօրվա իշխանությանը, որ ժողովրդի խափում են, թե կրակոցներ չկա, լավ էլ կրակոցներ կան սահմաններ, ադրբեջանցիք սարքում են այս ամեն ինչը, որ նորից պատերազմեն։ Սրանք էլ ասում են, թե գնում ենք խաղաղության։ Արա ինչ խաղաղություն։ Այն մարդը ասում է, պարզ ասում, հայտարարում է, ձեռքերս քոր են գալի։ Հայաստանն էլ կջնջեմ ասում է քարտեզի վրայից։ Ալիևը պարզ արտահայտվում է։ Չնայած նրան չի հաջողվի։
Նա էլ է դիկտատոր, նրա ինքը ինչ որ խոսում է, իր վախից է խոսում։ Բայց այս հիմարներն էլ, այս իշխանությունը, այս լակոտները, որ նստած են, մենք գնում ենք խաղաղության։ Արա ինչ խաղաղություն։ Վաղը որ պատերազմ նորից սկսվեց, ասենք թե դու պետք է քամակը դեմ տաս, ասես ես չեմ կռվում, խաղաղություն եմ ուզում, ինձ դոմփի, եկե դոմփի, երկրից դա գերավի քեզ կսատկացնի։ Սա ինչ մտածելակերպ է ընդհանրապես։ Ոնց կարող է ճշտամին ասես գալիս է քեզ մորթելու, դու ասես արի ես գրկաբաց քեզ կընդունեմ, ես խաղաղասեր մարդ եմ։ Դա նույն բանն է, որ ժամանակին Թուրքին աղու հացով դիմավորեցիք, չեմ ուզում ասեմ որտեղ։ Երբ որ աղու հացով հելակ Թուրքի դեմ, Թուրքի Փաշանը հարցրեց, ես ինչ է։ Ասեցին իրancs մոտ դա հայերի մոտ դա տրադիցիա է, որ խաղաղությամբ են դիմավորում, եթե դու այս հացը կիսես ուտես, իբր համերաշխություն լինի մեր ժողովրդների մեջ։ Սա իսկական է, հա։ Վերցրեց այդ հացը թաթախեց, կերավ, ասեց, եթե սրանք իրենց թշնամուն, իրենց սպանողին են աղու հացով դիմավորում, վաղնույն ձևեր կարան դավաճանեն մեկ այլ թշնամու դիմավորեն։ Մորթեք սրանց բոլորին։ Սրանք հիմար են, սրանք ժողովուրդ է, սրանք չեմ հասկանում։ Արա վիրավորական է, չեմ ուզում պատմությունից փաստեր բերեմ։ Ցավը պատճառում ինձ, ձեզ էլ ցավ կպատճառի։ Սա ես որ մեջ բերեցի, իրոք ցավ եմ ապրում ես սա ասելով։ Որտեղ կեղտոտ էջեր ունենք, որ չեմ ուզում դրա մասին խոսամ։ Առանց այդ իջել ենք պլենտուզից ցածր, չեմ ուզում էլի բաներ ասեմ։ Ես ուզում եմ, որ առողջ բանականություն հաղթի։ Վերջապես մենք մեր ձեռքով մեր սխալները ուղղենք։ Հնարավոր չէ այլևս ասենց ապրել, ժողովուրդ։ Հնարավոր չի։ Այո, այդ սահմանը բացվում է նորից հետգամ սահմանին։ Նրանով, որ կապեն ձեր աչքերը, վայ մի քիչ էժանություն, վայ սենց եղավ, վայ ինենց եղավ, ճանապարհը բացվեց, կետանք Թուրքիայի չորքը բերենք կծախենք, ապրանքներ եւ այլն։ Նման ձևով որ ցույց տան, որ նայեք Նիկոլը ինչ որ մի բան արեց, որ նորից վերարտադրվի կասեք, թե վերընտրվի, կամ էլ ինքը չլինի իր թիմակիցներից մեկը լինի, որ նորից պահեն իրենց իշխանությունը, այն ինչ չեն հասցրել անեն, նորից այն մնացածները անեն եւ հաջողանան թուրքական շահերին։ Ահա այս ամեն ինչը սրա համար է արվում։ Խելքերներդ գլուխներդ հավաքեք։ Վերջապես ոտքի է պետք ելնել, մենք ինքներս այս հարցը պետք է լուծենք, այլ ճանապարհ ես չեմ տեսնում։ Եթե ապստամբող ժողովուրդ չենք, նորից եմ ասում, ուրեմն մեր վերջը սենց էլ պետք է լինի։ Մենք ուղղված ենք աշխարհի բոլոր երկրներում ինչեր են կատավ, վայ նայեք Թուրքիայի միտինգները այդ հունիսը Էրդոğanին կգցեն, վայ նայեք ստեղ սենց ալում ես Ադրբեջանի հետնել կանից են, այ մարդ ինչ էլ անեն, նրանք իրանց ուզած մարդկանց են բերել, որպեսզի իրանց ուզած ձևով քշեն։ Ուժեղ երկրներն են, հզոր երկրներն են, այսօր փոքրների ճակատագիրը որոշում։ Պարզապես պետք է այնքան ճկուն լինել, ճկուն քաղաքականություն վարել, որ գոնե մինիմումով տակից, գոնե հա դուրս գանք, բայց մեր ազգային պատկանելությունը, մեր ինքնությունը, մեր բարքերը, մեր ավանդույթները պահպանենք։ Կարողանանք այս արևի տակ, մեր ծավալած Հայաստանում մեր տեղը, գոնե տեղացը պահպանենք ու ապրենք։ Սա է ուզում ասել։ Սա է խնդիրը։ Անենց որ դրանից կօգտվեն գերզոններն ու լֆիկները։ Դու ժողովուրդ ոնց մնացել ես 5 տաշտակի, այտենց էլ կմնաս։ Ոչինչ չի փոխվելու։ Եթե ամեն ինչ չդրվի մի կողմ, բոլորով գան եւ ծառայեն մի նպատակի։ Նախ սրանց լարելա պետք, հրավիրելա պետք արտաքսված երկրից արտասահմանում գտնվող մեր ազգային մտածող լավ մարդկանց, ներսում էլ կլինեն մարդիկ միավորվեն ժամանակավոր կառավարություն, ժողովուրդը կտեսնի այդ ժամանակա ընթացքում նոր կծանոթան այդ նոր դեմքերի հետ, ով ինչի ընդունակ, նրան էլ ձայները կտան նորմալ իշխանություն կստեղծվի, կընտրվի ու կաշխատենք մեր երկրի կառուցման մեր համար, մեր ապագայի համար ու կապրենք։ Սա է միակ ճիշտ ճանապարհը։ Առայժմս լավ մնացեք։ Այսքանը։